Հերթական աշխատանքային շաբաթը մոտեցել է ավարտին, ընկերներ ջան, սա մեր աշխատանքային շաբաթվա ստազիսի կանա մեր տելեգրամյան ալիքում, որտեղ բոլ անմիջապես կիսվում եմ իմ իսկ գործարքներով, իմ աշխատանքային օրվա բոլոր գործարքները, որոնք որ ես բացում եմ, դրանք տեղադրում եմ այստեղ, բացում եք ինձ հետ միասին, նաև դուք ընկերներ ջան, ունենք բավականին հիանալի ստատիստիկա, ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում 100%-ից ավել պրոֆիտ ունենք սկզբնական դեպից եւ շաբաթական ունենալով մոտավորապես 25% պրոֆիտ հասել ենք տվյալ արդյունքին ընկերներ ջան, ովքեր որ ցանկանում են միանալ մեր թիմին, նկարագրության բաժնում կգտնեք High Trading Academia համընդհանուր ալիքը, կարող եք անցնել այստեղ ընկերներ ջան ու այստեղ կա իմ տելեգրամը գրել եւ միանալ, բացարձակապես անվճար է, ինչպես նաեւ բոլոր աշխատանքային սեանսներից հետո տալիս եմ բացատրությունը High Trading դասեր տելեգրամյան ալիքում։ Այսօր ցանկանում եմ ընկերներ ջան խոսենք շատ կարևոր թեմայից մինուսային օրերի, մինուսային պոզիցիաների մասին։ Շատ եմ խոսել, բայց այսօր ցանկանում եմ ոչ միայն խոսել, այլ նաև դրանք ձեզ ցույց տալ։ Ընկերներ ջան, ովքեր որ չգիտեն, ասեմ, որ trading-ում լինի trader-ը պրոֆեսիոնալ trader, շատ տարիների փորձ ունեցող trader, միևնույնն է մինուսային օրերը լինում են։ Ինչ է նշանակում մինուսային օր։ Դու օրինակ ունես որևէ ստրատեգիա, որը որ աշխատում ես շատ երկար ժամանակ, ամիսներ, չգիտեմ, շաբաթներ այդ ստրատեգիան բնականաբար պահպանելով money management-ը, risk management-ը, պահպանելով trader-ի հոգեբանությունը, ունենալով տարիների փորձ, դու աշխատում ես ու այդ ստրատեգիան քեզ բերում է պրոֆիտ, բայց գալիս է մի օր, որ դու մտնում ես, անում ես նույն գործողությունները, նույն գործողությունների հերթականությունը, բայց այդ օրը դու մինուս ես փակվում։ Մինուս փակվել նշանակում է ձեր մաքսիմալ դագոնը փակվում է մինուս, այսինքն 4 գործարք անմիջապես իրար հաջորդելով փակվում են մինուս։ Եթե ձեր առաջնահերթ գործարքը 2000 ձեր բալանսի 1%-ն է, իմը տվյալ դեպքում 1%-ն է կազմում ընկերներ ջան, նույնիսկ մի քիչ ավելի ցածր, այսինքն $2000, $4000 դա առաջին դագոնն է, $8000 երկրորդ դագոնն է եւ $16000 դա իմ երրորդ դագոնն է։ 4 գործարքներ անմիջապես փակվում են հաջորդականությամբ մինուս, ես այդ օրը այլևս չեմ աշխատում, աշխատանքները շարունակում եմ հաջորդ օրը։ Ու երբ դու հերթական օրը մուտք ես գործում շուկա, ու շուկան քեզ փակում է մինուս տա, կախված է շուկա, այդ շուկան ընկերներ ջան, ինչպես ասում են, այստեղ միաժամանակ տեղի են ունենում բազում թրեյդերների, բանկերի կողմերից փոխանցումներ, գործարքներ, որոնք որ առաջացնում են աղմուկ ու լինում են շուկայական շատ բարդ եւ վատ օրեր, որոնց հետևանքով շուկան ոչ մի անալիզի չի ենթարկվում եւ ձեր գործարքները փակվում են մինուս։ Պետք է ունենալ risk management եւ money management, ֆիքսված թվի մինուսից հետո այլևս չշարունակել ընկերներ ջան։ Այսով ցանկանում եմ զուտ հիմա չգիտեմ ինչքանով կստացվի ընկերներ ջան, փոքրացրեցի առաջնահերթ գործարքս, քանի որ ցանկանում եմ այսօր տվյալ սեանսի արդյունքում փակել գործարքները մինուս։ Այդ 3 երրորդ դագոնին հասնել ու մինուս փակվել։ Այդ իսկ պատճառով դեպի վեր շարժվող թրենդում ես բացել եմ դեպի ներքև գործարք, բոլոր նախապայմանները կային այստեղ դեպի վերև գործարք բացելու, հատուկ բացել եմ դեպի ներքև, որպեսզի մինուս փակվի, ես ցույց տամ ինչ գործողություններ են հաջորդում մինուսից հետո։ Ընկերներ ջան, ուրեմն տվյալ օրը երբ մուտք եք գործել եւ շուկան ձեզ մինուս է փակել, պետք է գիտակցել, որ տվյալ օրը ուղղակի շուկան շատ բարդ է, դուք ամեն ինչ ճիշտ եք արել, սակայն մինուս եք փակվել։ Չի նշանակում, որ դա դուք ինչ-որ մի բան սխալ եք արել։ Բնականաբար պետք է նաեւ ունենալ գիտելիքների պաշար, որպեսզի վերլուծել եւ հասկանալ դուք եք ինչ-որ մի բան սխալ արել, թե պարզապես շուկան է այդ օրը բարդ եղել ու վատ եղել ընկերներ ջան։ Դրա համար եւս պետք է ունենա գիտելիքների պաշար, դա արդեն փորձի ընթացքում ընկերներ ջան դուք կստանաք։ Այստեղ ցանկանում էի փակվել մինուս, բայց չստացվեց, այս գործարքը պլյուս եմ վերցրել, բայց ոչինչ, եւս մեկ փորձ կատարենք։ Ընկերներ ջան, տեսեք,
Հիմնականում այդ գիտելիքները, որպեսզի հասկանաք դուք եք ինչ-որ մի բան սխալ արել, թե շուկան ա պարզապես այդ օրը վատ, դա արդեն փորձի արդյունքում, տարիների փորձի արդյունքում, լավ չասեմ տարիների, ընկերներ ջան, բայց որոշ ժամանակ, ամիսների փորձի ընթացքում, երբ որ դուք հանդիպեք, ինչու եմ ասում ամիսների եւ տարիների, որովհետեւ այդ մինուսային օրերը տարին օրինակ կարող են ինձ հանդիպել 12-ից մինչև չգիտեմ 15 անգամ այդպիսի մինուսային օրեր, այսինքն դրանք շատ քիչ են հանդիպում թրեյդերին ու այդ իսկ պատճառով ընկերներ ջան դու արդեն դրանց քիչ հանդիպելով այն նախկին մինուսային օրվանից յուրացրած թել մոռանում ես ինքնըստինքյան հիմա կցանկանամ պատասխանել ընկերներ ջան այն հարցին ինչ եմ անում ես մինուսից հետո ընկերներ ջան երբ երրորդ ագոնս էլ փակվում է մինուս, մինչև հաջորդ օրը ես հաշվարկում եմ որքան եմ ես գնացել մինուս եւ հաշվարկում եմ հաջորդ օրը տվյալ օրը այլևս գործարքներ չեմ բացում բնականաբար, մինչև հաջորդ օրը իմ աշխատանքային սեանսի սկսելը հաշվարկում եմ որքան ֆինանսական միջոցներ եմ ես մինուս գնացել, քանի որ կա ընկերներ ջան պլյուս, օրինակ տվյալ դեպքում, եթե ես հիմա այս գործարքից սկսած երրորդ ագոնը մինուս փակեմ, մինչ այդ ես երկու գործարք $1000 փակել եմ պլյուս, այսինքն դրանից պետք է ընդհանուր մինուսից հանել ու այդպես հաշվարկում եմ ընկերներ ջան, բայց որևէ փոփոխություն իմ գործարքի քանակի մեջ չեմ ավելացնում, միակ փոփոխությունը, որ ես անում եմ, ընկերներ ջան, դա եթե ես օրինակ աշխատել եմ $1000 ու գնացել եմ տվյալ օրը մինուս, հաջորդ օրը ընկերներ ջան, ես աշխատելու եմ 1.5% ռիսկով կամ մաքսիմում 2% ռիսկով, բայց ես դա անել նորեկների բնականաբար դեռ սկսնակների խորհուրդ չեմ տալիս։ Տեսեք, այստեղ առաջին դագոնը եւս փակվեց, հաջորդը բացում եմ $4000, եթե բախտս բերի $4000 եւ $8000 գործարքները եւս մինուս փակվեն, որովհետեւ ես ձեզ արդեն դեմոնստրատիվ ցույց տամ, ընկերներ ջան, ինչպես է տեղի ունենում։ Տեսեք, հոգեբանորեն արդեն ես արդեն 5 տարի եւ 2-3 ամիս իմ պրակտիկան ու իմ փորձը ընկերներ ջան այդքան արդեն հասել է ու տվյալ պարագայում երբ ես օրինակ փորձում եմ մինուս փակել ինքս ինձ որպեսզի ձեզ ցույց տամ այնուամենայնիվ ընկերներ ջան հոգեբանորեն ես արդեն այդ միտքը ու այդ հոգեբանությունը արդեն յուրացրել եմ եւ ընկալել եմ որ թեկուզ ես այսօրը օրինակ մինուս էլ փակեմ, ես կաշխատեմ ընկերներ ջան ու այդ հետ կբերեմ ընկերներ ջան, կաշխատեմ վաղը հետ կբերեմ ին մինուսի 80%-ը, 90%-ը ու արդեն երեքշաբթի օրը երկրորդ աշխատանքային սեանսին կամ հենց առաջին աշխատանքային սեանսին ես կվերադարձնեմ իմ մինուսը ընկերներ ջան Շատ էի ցանկանում տվյալ վիդեոյում անկեղծ ասած մինուս փակել ինքս ինձ, բայց եթե ես հիմա կրկին փորձեմ, չգիտեմ ընկերներ ջան, նորից գործարքներ բացել ու ինքս ինձ մինուս փակել, այնուամենայնիվ չգիտեմ ընկերներ ջան, շատ է արդեն ետ գալելու վիդեոն, գործարքները բացարձակապես պատահականության սկզբունքով էի ընտրում Այնուամենայնիվ ցանկանում եմ ընկերներ ջան, որպեսզի դուք իմ ասած խոսքերը ու իմ տված ինֆորմացիան ձեզ յուրացնեք, եթե պետք է վիդեոն եւս մեկ անգամ նայեք, հարցեր կան, կարող եք գրել իմ Telegram-ի, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ բոլորիդ ընկերներ ջան, որ դիտեցիք մինչև վերջ, հաջողություն։